Ազգային ժողովի պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ ՀԿ-ական Տարոն Մարգարյանի 77-7 հայտնի հասցեի այս առանձնատան շուկայական արժեքը 324 միլիոն դրամ է գնահատվել։ Դատախազությունն այս և ևս 6 անշարժ գույք է պահանջում Մարգարյանից։ Ընդհանուր առմամբ 7 անշարժ գույքի շուկական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է գնահատվել։ 7-ից մեկը գտնվում է Ջերմուկ քաղաքում, մյուս 6-ը գտնվում են Երևան քաղաքում։ Ըստ էության Ջերմուկ քաղաքում գտնվող գույքը ամառանոց է, Երևան քաղաքում գտնվող գույքերը արդեն տարբեր բնակելի տներ, բնակարաններ եւ այլն։ Դատախազությունը ՀԿ-ական Տարոն Մարգարյանից պահանջում է նաև 4 տրանսպորտային միջոց, որոնց շուկական արժեքը 61 միլիոն դրամ է գնահատվում։ Ներառում է նաև 1 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը կազմում է 600 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև մի շարք շարժական գույքերի սարքավորումների շուկայական արժեքները շուրջ 12 միլիոն դրամ։ Բռնագանձման է ենթակա շուրջ 835 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 1 իրավաբանական անձու մասնակցություն։ Տարոն Մարգարյանը սակայն առարկում է ներկայացված հայցի դեմ։ Նրա ներկայացուցիչ Բենիկ Գալստյանի խոսքով իր վստահորդին պատկանում են այն գույքերը, որոնք փաստաթղթերով նրան են պատկանում։ Մնացածը ընտանիքի անդամներին։ Գույքերի ձեռքբերման, գույքերի օգտագործման, տիրապետման, տնօրինման հետ պարոն Մարգարյանը առնչություն չի ունեցել։ Հարցին ինչ եկամուտներով են ձեռք բերվել այդ գույքերը, Գալստյանը պատասխանեց մանրամասները դատաքննության ընթացքում պարզ կդառնա։ Կհիմնավորվի ձեռք են բերվել գույքերը բացառապես օրինական միջոցներով, այսինքն ապօրինի չհայտարարված, չփաստարկված, առավել ևս հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ միջոց առկա չէ պարոն Մարգարյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների գույքային ֆոնդում։ Նշեմ մի կարևոր հանգամանք, ըստ էության սույն գործի քննության ընթացքում դեռևս սույն գործով ուսումնասիրության փուլում դատախազության կողմից ներկայացված սկզբնական պահանջը մի քանի անգամ փոփոխվել է, յուրաքանչյուր անգամ փոփոխվել է նվազեցման տեսանկյունից։ Օրինակի համար սկզբնական դեռևս ուսումնասիրության փուլում որոշակի մեծ պահանջ էր որոշակի չափով, որը նվազեցվել է մեր կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում։ Դատախազ Արևիկ Աբոյանի խոսքով Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայցում որոշ փոփոխություններ են արվել։ Հայցից թեև 1 անշարժ գույք հանվել է, սակայն իրավասու մարմինը այդ գույքի գումարն է պահանջում։ Ըստ էության 1 գույք է, որ դարձել է օրինական ՍԴ որոշման համատեքստում, սակայն կարող եմ նշել, որ այդ գույքի նկատմամբ ներկայումս դատարանի կողմից կիրառվել է արգելանք, քանի որ այդ գույքի մեր միջնորդությամբ այդ գույքի իրական շահառու է հանդիսանում Տարոն Մարգարյանը եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ առկա է 835 միլիոնի դրամային պահանջ եւ դրամային պահանջը ըստ էության արդեն բավարարվել է ոչ թե ապօրին ծագում ունեցող գույքերի հաշվին, այլ օրինական գույքերի հաշվին եւ դրա պատճառով էլ միջնորդել ենք դատարանին արգելանք կիրառել դրամային պահանջի չափով։ Աբոյանի խոսքով հայցապահանջը համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի որոշմանը եւ ըստ էության բռնագանձման ենթակա ժամանակահատված է սահմանվել 2005 թվականի մայիսի 26-ը, երբ Մարգարյանը Ավանի թաղապետ էր։ Ուսումնասիրությունը սկսելու պահին հանդիսանում էր հայտարարատու պաշտոն ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի իմաստով եւ ըստ էության 2005 թվականի մայիսի 26-ից հետո ներառված բոլոր գույքերը, որոնք որ չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, դրանք արդեն ներառված են հայցապահանջում։ Պահանջվող գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Տարոն Մարգարյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը դատարանում է 2022 թվականից, սակայն դատարանը դեռ դատաքննության փուլ չի հասել։ Այս նիստում քննարկվում էր պաշտպանների միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ։ Դատարանը որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով։ Տաթև Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։